կներես, որ ես ստիպված եմ քեզ ասեմ, բայց չես կարծում, որ եթե Ռուբենը որոշեր քեզ սպաներ, քո մոտ չէր գա, որտեղ ռիսկը մեծ է։ Ես Ռուբենի գործողությունների չեմ կարող բացատրություն տալ։ Հետո ես հիմա այն հոգեվիճակում չեմ, որ սթափ դատեմ եւ ձեր հարցերին կարողանամ պատասխանել։ Լավ։ Գնա Զարա, գնա հանգստացի ու փորձի մանրամասներ հիշես։ Հետո մենք էլի կխոսենք, լավ։ Ինչ կասես։ Հակոբ, ես կինը սուտ էր խոսում։ Կարծում ես։ Համոզված եմ, անկեղծ չէր, չոր բան էր թաքցնում։ Լսել եմ Զարային հարցաքննության համար բերման եք ենթարկել։ Մանուկյան ազատ ես։ Աղազարյան, բայց դու մի փոքր ուշացել ես։ Կարող եք չէ ինձ էլ տեղակ պահել։ Ինչ էր ասում Զարան։ Ինչ որ ասեց հեռուստատեսության։ Հաստատեց, որ Ռուբենն է եղել։ Ընդամենը, հա։ Վրամ Շահյանն էր զանգել ու խուճապի մեջ էր։ Ինչի։ Դե առավոտվանից որդու Սուրենի հետ չի կարողանում կապնել։ Խնդրեց, որ մենք զբաղվենք այդ հարցով։ Իսկ ինչի ինձ չի զանգել։ Ոնց որ դու ես ասում, Հակոբ, ինչ կարևոր է թե ում է զանգել։ Կարևորը գործն է։ Լավ, սենց կանենք։ Երկու ժամը շատ քիչ է որոնողական աշխատանքներ սկսելու համար։ Կարող է ինչ-որ հեռախոսի կամ էլ կապի հետ խնդիրներ առաջացել։ Մի քիչ էլ կսպասենք ու նոր ինչ-որ գործողություններ կձեռնարկենք։ Ըստ օրենքի այդպես էլ պետք է վարվել։ Բայց եթե խոսքը վերաբերում է Շահամյանների ընտանիքին, ինձ թվում է ժամանակ կորցնել չի կարելի։ Իսկ ինձ այտենց չի թվում։ Ոնց կասես։ Հիմա որոշումները դու ես կայացնում։ Սպասեք։ Ասա Գուգո։ Չի կարելի ներս մտնել։ Ինչի։ Վերին նախընտրել քեզ ներս չթողնում։ Ոնց կարող բերին տես բան խնդրեր։ Չգիտեմ։ Ընդամենը իմ գործն եմ անում ու խնդրում եմ ավելորդ խնդիրներ չստեղծես։ Ոչ մեր, ոչ քո համար։ Ռազ, ոնց է գործը գնում առաջ, կարանք Մաքսին պատին դեմ տանք։ Արդեն հա, բարի Սարամիչ, հիշում ես, որ քեզ ասում էի ձեռիս տակ այնց բան ունեմ, որ Մաքսը արդարանալու շանս չունի։ Բարև։
Ես ո՞վ։ Ադունցների իրավաբանն է։ Ինքը կարա հաստատի, որ Էդոն չի խփե Վարդանին, այլ Դավոն։ Ու այս ամեն ինչը Մաքսը տեսել է։ Ու նենց է սարքել, որ վերջում Էդոյին են փակել։ Դու կարաս այդ ամենի մարդկանց մոտ ասես։ Այո։ Լավ։ Կարաս գնաս։ Ապրե Սրաջ ջան, լավ գործ ես արել։ Բայց մի բան էլ կա։ Ով ալնելու այնտեղ են, որ Մաքսի վրա բոշկայա գլորելու։ Ես ժամանակին Մաքսի հետ թեմաներ եմ ունեցել, բարի Սարամիչ։ Հիմա մեզ մի հատ ուրիշ մարդ է պետք, որ կարողանա այս ամեն ինչը ուղիղ գծով մինչև վերջ տանի։ Դու մի հատ գցի բռնի, թե ով է հարմար թեկնածու, ինձ ասա, ես այդ հարցերը կկարգավորեմ։ Եղավ, բարի Սարամիչ։ Ռուբեն, ես քեզ վստահում եմ։ Դրա համար էլ այս հանդիպումը տեղի ունեցավ։ Բայց Զարայի հետ կատարված դեպքը Ղազարյան մենակ հիմա պետք չի ինձ փորձել անիմն մեղադրանքներ ներկայացնել։ Զարան ոստիկանությունում ցուցմունք է տվել ու հաստատել է այն, ինչ որ ասել է հեռուստատեսության։ Ու ինչ դրանից։ Միթե պարզ չի թե ինչ է կատարում։ Ես չեմ կատարել մարդասպանի պահանջը։ Ու նա հերթական անգամ ավելացնում է իմ հանցագործությունների քանակը, որոնց հետ ինչպես դու գիտես ես ոչ մի կապ չունեմ։ Ռուբեն, ես հիմա մեծ ռիսկի եմ գնում քեզ հետ հանդիպելով։ Եթե այս ամենը բացահայտվեց, ինձ էլ քեզ հետ կդատեն։ Ես ստիպված եմ քեզ նման հարցեր տալ։ Ես դա հասկանում եմ։ Բայց այդ ամենը մեզ չի մոտեցնում մարդասպանին, այլ ընդհակառակը հեռացնում։ Դրա համար առաջարկում եմ մոռանանք ինձ հասցեագրված մեղադրանքների մասին ու վերլուծենք միայն ու միայն իրական հանցագործին։ Իդը սարկած տակարդը գնալով սեղմում է Մաքս։ Ու կասկած չկա, որ հավաքի ժամանակ քեզ կոնկրետ պրեսի տակ են դնելու։ Ջոգում եմ զգա։ Բայց եթե բիձեն մտածում է, որ այտենց հեշտ կարա ինձ կուլ տա, սխալվում է։ Մենք երկուսով սաղի դեմ քյոլա չենք կարատանք։ Ախպերության մեծ մասը բիձում մարկյանք կտա։ Ճիշտ ես ասում։ Բիձան սաղին իր բռի մեջ է պահում։ Բայց իմ հետևն էլ մարդիկ կան կանգնած վզգո։ Այդ հարցի լուծում չի Մաքս։ Այդ մարդկանցից ոչ մեկ բաց այդ բարիսի դեմ դուրս չի գա։ Սաղ էլ կորցնելու բան ունեն։ Բա ինչ ես առաջարկում վզգո։ Մի հատ պետք է Ռազի հետ խոսալ։ Էդի բիձը գործերից կուրսի է։ Ու կասկած չկա, որ ինքն այս ամեն ինչը ռուլի տանում։ Ռազը ոչ մի բան չի ասի։ Չի ասի, բայց կջոգի, որ եթե իրանք տորմուշ չտվին, մենք մինչև վերջ գնացող ենք։ Ռուբեն, ինձ թվում է քո այդ վերջին խոտան տեսանյութ տեղադրելն է ստիպել մարդասպանին, որ նման քայլերի գնա։ Հնարավոր է, բայց այսօր գերխնդիրը Զարանն է։ Եթե նրանք մի անգամ փորձել են նրան վախեցնել, ուրեմն երկրորդ, երրորդ անգամ էլ դա կանեն։ Պետք է խոսել Զարայի հետ։ Հնարավոր է նա ինչ-որ մեկին տեսել է կամ ճանաչել է։ Չեմ կարծում, որ Զարան մեզ ինչ-որ բան կասի, բայց նրա հետ անհրաժեշտ է հանդիպել։ Ես ինքս կուզեի նրա հետ խոսել, բայց դա հիմա վտանգավոր է։ Առաջին հերթին հենց Զարայի համար։ Սար, վերջապես եկար, ես էլ
բան չեմ հասկանում։ Ես երեկվանից տեղափոխվել եմ քո մոտ ու գրեթե ամբողջ օրը տանն եմ եղել։ Դու էլ ասացիր, որ գնում ես գործուղման։ Մոնիկա, ինչ ես ուզում դրանով ասել։ Չի դու ուղղակի հեռուստատեսությամբ ասեցիր, որ Ռուբենը եկել է այստեղ քո տուն ու փորձել է սպանել քեզ։ Ուզում ես ասել, ես ստել եմ։ Չէ, Զարջան, ինչ ես ասում, ես պարզապես փորձում եմ հասկանալ։ Մոնիկա, ես քեզ չեմ ասել, բայց ես չէի գնում գործուղման։ Ես գնում էի Ռուբենի հետ հանդիպման։ Մամա,